Մեծ հաշվով, եթե թույլ կտակ ավելի բան փաստաթղթից շեղվելով նաև անդրադառնալ թրիփի եւ սապաշրջափակման ոգուն, հա, ես ինքս այդտեղ 3 շերտ եմ տեսնում, դա ուրեմն առաջին շերտը երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական կենտրոնական Ասիա, Եվրոպական միություն օրինակ թրիփի միջոցով, երկրորդ շերտը դա ուրեմն Նախիջևան եւ Ադրբեջան փոխկապակցվածությունն է եւ երրորդ շերտը մեծ հաշվով մեզ համար թերևս ամենակարևորը Հայաստան եւ երրորդ երկրներ փոխկապակցվածությունն է երկու ուղղություններով Հայաստան կենտրոնական Ասիա եւ Հայաստան արևմուտք եւ այս փաստաթուղթը այս ընկալումը նորից ուրեմն արտացոլում է այնուհետև որոշակի ուրեմն հատված ոչ կարճ հատկացված է նրան թե ինչի են ձգտում եւ ինչ օգուտներ են ունենալու մի կողմից Միացյալ Նահանգները եւ մի կողմից Հայաստանի Հանրապետությունը օրինակ ասենք նշվում է որ Հայաստանը սրանով ընդլայնելու է իր դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ եւ տնտեսական հանգույցի մեծացնելու է իր հնարավորությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու եւ այլն ընդհանուր մինչև զբաղվածություն հնարավորություններ համատեղ ձեռնարկների հնարավորություններ հայաստանյան ընկերությունների համար շատ կարևոր է որ նշվում է որ կան նախադրյալներ այս նախագծի հաջողելու համար եւ օրինակ այդ նախադրյալների թվում նշվում է որ ընդ որում երկու երկրի անունից Հայաստանն ու Միացյալ Նահանգները ընդունում են, որ թրիփի հաջողությունը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, որ նաեւ կախված է հաջողությունը Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից, ԱՄՆ կայուն ներգրավվածությունից, տարածաշրջանային համագործակցությունից, կայունությունից եւ այլն, սա կարծում եմ կրկին շատ կարեւոր է անընդհատ հիշել եւ ընդգծել